Սիրելի մայրեր, շնորհավորում եմ ձեր տոնը, շնորհակալություն ձեր ներկայության համար և այսօր մի կարճ հայտարարագիր ենք պատրաստել ձեր տոնը մեր քույրերի և բոլոր կանանց, ովքեր Աստծո կամքով մայրանանալի են, շնորհավոր լինի կրկին։ Մայրերի օրը նշվում է տարբեր օրերին աշխարհով մեկ և մի փոքր նշում Ամերիկայում այն սկսել են նշել 1914 թվականից։ Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր որդի արժեքավորի և գնահատի իր մորը, առհասարակ բոլոր մայրերին, թեկուզ մեր մայրը ներկա չլինի, մենք հարգենք մեր մեծերին, որովհետև մոր սիրտը մեծ է, քան թե աշխարհը, և ինչպես Աստվածաշունչն է մեզ պատվիրում, 5-րդ պատվիրանում, հարգեք ձեր հորն ու մորը։ Աստված օրհնի բոլորիդ և այսօր հոգևոր երգով ու սաղմոսներով ասում պիտի փառավորենք և սկզբում հրավիրեմ Լուսինե Քույրիկին, որ նա սկսի հոգևոր երգերով։ So
ժողովրդի հեղինակը, խոսքերի հեղինակը ինքն էլ լուսահոգի եղավ, Աստված հոգի լուսավորի մեր Սեդակուր Չիչյանն է։ Նվիրում եմ այս երգ իսկապես մայրերին եւ բոլորդ էլ նմանվեք Սուրբ Տիրամորը։ Քեզանից բխեց աղբյուրը կյանքի, քո մեջ շողշողաց գանձը երկնքի, վերստին ծնունդ տվեց աշխարհին, սիրով լցրեց բոլորիս հոգին, քեզանից բխեց աղբյուրը կյանքի, շողշողաց գանձը երկնքի, վերստին ծնունդ տվեց աշխարհին, սիրով լցրեց բոլորիս հոգին, ով երկնային թագուհի, համեստու հեսրթուհի, խոնարհության մարմնացում, Տիրամայր են քեզ կոչում, քո մեջ իջավ Հիսուսը, մարմին առավ մեր հույսը, աշխարհ լույսով ողողեց ու մեզ փրկություն պարգևեց։ Ով շնորհակալ մայրիկ Հիսուսի, բարեխոսն ես դու մեր հոգիներին, որ մենք փրկվենք անհետ չկորչենք, քո որդու հետ ընդմիշտ բնակվենք։ Ով շնորհակալ մայրիկ Հիսուսի, բարեխոսն ես դու մեր հոգիներին, որ մենք փրկվենք հավետ չկորչենք, քո որդու հետ ընդմիշտ բնակվենք։ Ով երկնային թագուհի, համեստու հեսրթուհի, խոնարհության մարմնացում, Տիրամայր են քեզ կոչում, քո մեջ իջավ Հիսուսը, մարմին առավ մեր հույսը, աշխարհ լույսով ողողեց ու մեզ փրկություն պարգևեց։ Ով երկնային թագուհի, համեստու հեսրթուհի, խոնարհության մարմնացում, Տիրամայր են քեզ կոչում, քո մեջ իջավ Հիսուսը, մարմին առավ մեր հույսը, աշխարհ լույսով ողողեց ու մեզ փրկություն պարգևեց, ու մեզ փրկություն պարգևեց։ Այժմ հրավիրելի ենք Նաիրա Քնիրիկին, որպեսզի ասի մեզ Արյուր Սևակից Մոր ձեռքերը։ Մոր ձեռքերը, այս ձեռքերը, մոր ձեռքերը, հինավուրց ու նոր ձեռքերը, ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը, պսատվելիս ոնց են բարել այս ձեռքերը, ինչ նազանքով, երազանքով, ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը, լույսը միջև լույս չեն մարել այս ձեռքերը, առաջնեկն է, երբ որ ծնվել, նրա արդար կաթով սնվել, ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը, զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը, ծով լրությամբ, համբերությամբ, ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը, երկինք պարզացություն են դարձել այս ձեռքերը, որ չփլվի իր տանսյունը, որդին կռվից դառնատունը։ Ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը, միջև տատի ձեռք են դարձել այս ձեռքերը, այս ձեռքերը ուժը հատած, բայց թորան հետ նոր ուժ գտած, քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը, ինչեր շարժեն այս ձեռքերը, նուրբ ձեռքերը, սուրբ ձեռքերը, եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար, մեզ աշխարհում ծնած,
մեզ աշխարհում շահած պահած, մեզնից երբեք չկշտացած, փոշի սրբող, լվաց կանող, անվերջ բանող, անվերջ դատող այս ձեռքերը, թող որ ճաքած ու կոշտացած, բայց մեզ համար մետաքսի պես խաս ձեռքերը։ Շնորհակալություն Հայրաքույրիկ, շատ հաճելի է ասմունքը։ Այժմ կցանկանամ այստեղ հրավիրել Մայր Քույրիկին, որը Արարատունից է մեզ հատուկ այսօրվա համար եկել, իր պատմությունը մեզ պատմելու, իր կյանքը մեզ հետ կիսելու։ Նախքան պատմությունս կուզեմ շնորհավորել բոլոր մայրերը, ներկա եւ բացակա, կմաղթեմ առողջություն հոգեպես եւ ֆիզիկապես։ Ոտքի վրա քալեք, ցերքերով ուտեք, զավակի ցավ չտեսնեք եւ պատրաստվեք երկնքի արդար։ Պատմելիք պատմությունս իրական պատմություն է, որ քրի առնված է կարդացի եւ ես թեզի պիտի պատմեմ հիմա։ Սուրեն 8 տարեկան երեխա էր, շատ գեղեցիկ, ըզմայլիչ, խելացի, աշխատասեր, քաղաքավար, համեստ, մարմնացումներ Աստծո նվիրած բոլոր բարգերներում։ Չուներ եղբայրքույր, երբ 8 տարեկան եղավ, Սուրեն գործընթացի հայրը, մնաց իր մորը հետ միասին, ստիպած էր շարունակել դպրոց, տակավին 8 տարեկան էր, ավարտեց նախակրթարանը, բարձրագույն նիշերով, ամբողջ հարյուրի վրա, իր խելացիությամբ, իր աշխատասիրությամբ, իր քաղաքավարությամբ, ամբողջ քաղաքի մեջ սիրվեցավ բոլորին գոմե, նախ դպրոցեն, ապա բոլոր ժողովրդին գոմե։ Ավարտեց Սուրեն նախակրթարանը, դպրոցի տնօրենությունը, մտածեցին, որ Սուրենը դունը վերջեն ըստի, ճիշտ է հայրը գործընթաց, մայրը քորդի սկսած է, պետք էր օգնություն մորը համար, բայց որոշեցին այս խելացի դղան պետք է ուսումը շարունակել։ Եվ եկան Սուրենի մորը քովը ըստին, դգին Անահիտ, գիտենք ցավդ շատ մեծ է, բայց Աստված քեզի շատ շնորհալի զավակ տված է, եւ միանք ուրախությունդ այդ զավակին հետ կրնալալ։ Մենք չենք ուզել, որ այս տարիքին դղակ քորձի երկա աշխատի եւ քեզի մի տապես օգնի։ Մենք դպրոցի տնօրենությունը, հոգաբարձությունը, ուսուցչագազմը ժողովրդին եւ որոշեցինք դպրոցը պիտի հոգա Սուրենին ծախսերը, քալեջի ծախսերը եւ համալսարանի։ Սուրեն ավարտեց նախակրթարանը, ավարտեց քալեջը ամենաբարձրագույն նիշերով եւ արդեն իր լուրը ամբողջ քաղաքի մեջ տարածվեցավ, քանի որ ոչ թե միայն աշխատասեր եւ խելացի էր, շատ համեստ, հյուրընկալ, քաղաքավար արքանոտ երիտասարդ էր։ Երբ համալսարանը սկսավ երթալ, սովորական ամեն օր մորը խոսքը լսելով դպրոցեն ուղղակի տուն գոքար։ Համալսարանի մեջ հանդիպեցավ ընկերներում եւ անոնք իրենսին, որ Սուրեն գիտես, այս մեր շրջանի մեջը դեղ մկրված է, մենք կարդացինք սրճարան եւ ճաշարան։ Մեզին դա կրկրություն արդեն ցուցասիկա։ Երթանք մտնեք ներս նային, թե ինչ կանում։ Սուրենը ստավ որ բացարձակ, ես չեմ երթներ։ Եթե դուք կուզեք դա կրկրվի, քացեք, մտեք, նայեցեք եւ հաջորդ օրը ինձ պատմեցեք, թե ինչ տեսակ սրճարանի մեջ է։ Բայց տղաք իր կամքին չծկեցին, ասին որ գիտես, մենք քեզ շատ կսիրենք, դու շատ խելացի ես, մենք կուզենք օգտվել քո խելացիությունից։ Անպայման մեզ հետ պիտի կաս, չենք նստիր, միան գմտնենք եւ դելենք։ Կհամոզեմ, Սուրեն ընկերներուն հետ միասին սրճարան կմտնեն, երբ որ կմտնեն, արդեն բոլոր շվարած կգենան, ծխաղոտ, աղմուկ, թութ խաղացողներ, քաշողներ, ծխողներ, այլևս կարելի չէ, Սուրենը դուզ է դուրսելներ։ Բայց ընկերները գսեն, որ նայի,
հոն թուղթով կախաղեմ, որ և ինչքան տրամր էշկին է դոր մարդը։ Երկոր մեկ հատունա պաղտը գործը։ Սուրեն ասավ, ես չեմ փորձել իմ պաղտս, ես չեմ սիրել ասանկանը, չլար անբայման մեկ հատ պիտի փորձես, որտև թուն աստուց մեզ շնորհ տված ես, թուն շատ համից շատուս։ Կհամոզեմ, և Սուրեն Սևանի վրա կնստի, ծրտատրամ գխավը, և գիտեք, որքան մշանի, ընգերներ ալեզան, Սուրեն, ապրիս, շահեցար, դեսար, մենք գիտեինք արդեն, Սուրենը շինեց 100,000-ներ, մեկ գիշերվան մեջ։ Հաջորդ օր, երբ դպրոց գնաց, անհամբեր կսպասել ավարտին, որ երթա և թարթյա շարունակ է։ Հաջորդ օր սկսավ թարթյա խաղալու։ Եվ ինչ եղավ, օրս օր է իր աչ շինանց 100,000-ները գործընծուց։ Հիմա ինչ պետք է այլև զվարժված էր և սկսավ սուտ խոսում մորը։ Մայրը կսե, տղաս թուն ամենադեմ, թպոցեն գելես կոկաս, ուր մնացին։ Մայր, քանի որ շատ են պասերս, թպոցի մեջ կսովին, այդպես կոկան։ Մայրը, քանի որ քիրեր իր զավակին, համեսությունը, սուտ չքոսիլը, հավատաց։ Հաջորդ օրը սկսավ խաղալ, ամբողջ ունեցածը գործընծուց, ինչ պետք է նե, բայց պետք է շարունակի խաղալ, հաշվեցը, ընկերներեն փող տրամարավ խաղցա, անարգործնցից, այս անգամին մորը իրականությունը պատմեց, ասավար մայր, ես կեզի չխոսեցացա, ես խաղալը սկսա և տրամներ սկսնցուցի, խնդրեմ ինձի տրամ դուր որպեսի շվարա։ Մայրը լացավ ասա, դղաս, ինչպես վարժվեցա, ով կեզի վարժեցուց ասիկա, թուն աստով շնորալի սավակների, և մայրը ստիպած եղավ դալու, հաջորդ որ եկավ, մորը ապտակեց, հարցյալ տրամարար, երորդ օրը նորեն ձետեց մորը տրամարար, ամենավերջը որոշեց, ասա որ այս անգամին ասա, կերտամ ընգերոջներ զենք տնեց, ասա որ զենքը այս գիշեր ինձի դուր, մի անգի վաղցնելու համար պիտի կոտած է, չեմ զարներ, կեզի վնաս չեմ ասցնել, ընգերոջ զենք արավ եկավ տուն, տեղա դարավ անցվել գիշերվա 12-ում, լույսեր չի կան, հազիր տուրը կացավ, տեսավ մայրը, մոմին լույսին դալ, ծունգի եկած, գավաչի աստծու, արցունքով, հայր, թուն ինձի դվիր այս զավակը, շնորալի զավակ էր, սատանական գործության մատնված, կխմցեն վերադարձուր զավակս ինձի, երբ գրեց կլար, Սուրեն, չդիմացավ մորը, հեց կլդունքին, ինքնա ձունգի եկավ, Փարցացան սկսավ հեց կտավ, մայրը թարցավ, տեսավ տղան նստած է, և գոլա, եկավ թրգեց զավակին, ասաբա մայր, աս վերջին ժամներ, որ կեզ դիտի ես սպաննեի, և կեզ նոնեցածըտ դիգարնեի, բայց քո աղոտը զիստան չետսը, ձունգի եկավ մայրը դղա, ավաշխարեցին, աղոտեցին աստծը, և դարձավ աստծը։ Հաջորդ օրը ամբողջ նորը քաղաքի մեջ տարածվեց, որ Սուրեն երբ դարձավ խաղալ է, ամեն ինչը նորմալ վիճակի անցավ։ Համալսարանը ավարտեց, բժշկություն ուսաներ, անոր գողքին շինեց նաև ձերանոցներ, անգելանոցներ, թասադու թպոտներ, որբեսի թասաբանտեր, անոնք, որոնք սխալ ճամփոր մեջ են, և թասախոսը ուրիշին չի լվր, միան ինք խոսեցան, քանի որ ինքը ներկաանց ուներ, որ ինքը անցած էր այդ ամբողջից և շատ զավակներով վերադարձին վաճառում։ Հետո այնքան գեղեցիկ երիտասարդ, ալ ընդրեց շատ ամեստ, ուսում չունեցող քաղաքավար օրորդը, ամուսնացավ հետը զավակներ ունեցան և ամբողջ քաղաքի մեջ անուն բադի հարկ շարեցան։ Կմաղթեմ բոլոր դունի զավակները, փոլանան վերակարնան իրենց տները, լսեն աստծո խոսքը, հնազանդին աստծո, հոգեբես և ֆիզիկաբես, չի ցավցնեն ցեզի, որպես մայր, որովհետև մայրը քիշեր ցորեք, նստադյանգողին ինքիմացը, զինքն է ցուցեցի, վասկենիք կատար մայրեր, ես չեմ գիտում, ուրախություն, առողջություն և հաջողություն։ Բոլոր հայտագիրը, բոլոր ամեն բան ձեզ նվիրված է։
ինչպես գիտեք, տեսեք, Տեր Հայրը խոսքի մեջ հիշեց, որ մենք այո պարտավոր ենք, պարտական ենք մեր մայրերին որպես զավակներ, որովհետև հավատանք այս մեկ բանին։ Երբեք եւ երբեք մենք որպես զավակներ ինչ էլ որ անենք, չենք կարող միջև վերջ արժանի բարձ կտալ մեր ծնողների, որովհետև մեկ բան առավել կա, որ նրանք մեզ ծնեցին, ոչ թե մենք նրանց։ Որպես զավակներ մենք միշտ պետք է, ինչպես Պարուլ Սևակն է ասում, ապրի մեր նայրաքույրը ասմունքեց, եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար մեզ աշխարհում ծնած, սնած, մեզ աշխարհում շահած, պահած, մեզնից երբեք չկշտացած, մայրը այսպես է։ Պարտեզեն, քան թե ընտիր ծաղկե փունջեր երբ կմեկնեն այս աշխարհը։ Ինչ որ կնես հիմա արե, կնախընտրեմ բարմը քաղցրիկ, մինչ ականջս լսել կրնա, քան գովեստով խոսել ճարեր, անշնչացած մարմնիս վրա։ Ինչ որ կնես հիմա արե, եթե ունես ժպիտը եկուր ժպտե ինձի համար, ինչ հարկ կա թափել լուր արցունքներ գերեզմանիս քարին վրա։ Ինչ որ կնես հիմա արե, այսօր ինձի ծաղիկ մբեր, եթե կուզես նվեր, քան մեծածախ ծաղկե փնջեր, երբ այլ աչքերս չեն տեսներ։ Ինչ որ կնես հիմա արե։ Այս փոքրիկ քարյակը թող պատգամ լինի, որովհետև աշխատեցիք, որովհետև հոգ տարակ աշխատեցիք։ Բայց ձեր թույլտվությամբ, բոլորի թույլտվությամբ ուզեմ միայն մեկ անում։ Անշուշտ բոլորդ էլ արժանի եք, բայց այս մեր կենտրոնի մեջ, երբ որ մի հարց է լինում, մի բան պիտի պատրաստվի, մի միջոցառում, մի հանդիպում, ամեն անգամ ես մեկ զանգ եմ տալիս և մեկ հոգու եմ պատվիրում այս բանը և այդ մեկ հոգու միջոցով բոլոր այս մարդիկ պատվիրվում են։ Այսինքն գլխավոր շոգեքաշը, որ քաշում է և այդ գործը կատարում է և բոլորին հավասարաչափ բաժանում է և ինքն է միասին ամենաշատ աշխատում է, դա մեր Նագիկ քույրն է, պիտի խնդրեմ, որպեսզի Նագիկ քույրը համար ծափարը։ Նագիկ քույր Բարսեղյանն է, իսկապես է։ Օդնգայ սելեքսիներ, ոտքի ելենք։ Ոտքի աջիր։ Ոտքի ելենք։ Դեր ողորմյա, բահբանիչ, Եշատ կիշացված մեր բայա բավան է որմյա, սասկսայոց, զեգետ Հայաստանյայց, և հավացյալ ժողորդս կո ընտոնասուպատ նախաչկո խաղության, հրգյա երևան տշնամույն, արժանվրա կողության պարավորել սկետ ընտոնեն սրբոքույն, աժն եմ միշ սևավիդյանը սավիդենից ամեն, արև խաղ երեգոսեր, և հաշորդություն։